Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստ ինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Կենտրոնական Ասիայում սրվում է մրցակցությունը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության միջև։ Նոյեմբերի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ C5+1 ձևաչափով հանդիպում Միացյալ Նահանգների նախագահ Տրամփի եւ Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների հետ։ Հատկապես ուշագրավ է Ղազախստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների հետ հանդիպումը։ Ղազախստանի ղեկավարի հետ հանդիպման արդյունքում որոշում է կայացվել, որ պետք է համատեղ շահագործվեն հազվագյուտ մետաղների հանքերը Ղազախստանում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին հետաքրքրում է ուրանի հանքերը եւ իհարկե նավթային ոլորտը։ Հիշեցնեմ, որ նավթային ոլորտի նկատմամբ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը նոր չէ, բայց Տրամփը բավականին ծավալուն աշխատանք է տանում եւ համառորեն ցանկանում է, որպեսզի ամերիկյան նավթային ընկերությունները մուտք գործեն ղազախական շուկա եւ նաեւ կարողանան կառավարել Ղազախստանի նավթային հանքերը։ Իսկ Ղազախստանի նավթային հանքերը այս պահին Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի Դաշնության ընկերությունների կողմից են կառավարվում, այսինքն այստեղ եռակողմ է լինելու եւ շատ դաժան պայքար է լինելու ղազախական նավթի համար։ Բայց Միացյալ Նահանգներին հետաքրքրում է առաջին հերթին ուրանը, քանի որ Միացյալ Նահանգները ըստ փորձագետների ցանկանում է ստանալ ուրանի հարստացման ամբողջական ցիկլը, այսինքն սկսած ուրանի հանքաքարից վերջացրած ուրանի հարստացման, որը հնարավոր կլինի արդեն վաճառել տարբեր երկրների։ Միացյալ Նահանգները ցանկանում է վերցնել այդ շուկան եւ ըստ էության դառնալ լուրջ մրցակից Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ այդ պայմանագրի ստորագրումից ընդամենը մեկ շաբաթ անց նոյեմբերի 13-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Ղազախստանի ղեկավարները ստորագրում են ռազմավարական համագործակցությունից դեպի դաշնակցային հարաբերությունների հաստատման մասին պայմանագիրը, որը ներառում է իհարկե նաեւ էներգետիկ ոլորտը։ Այդ պայմանագրով հազվագյուտ մետաղների համատեղ մշակում պետք է իրականացվի Ռուսաստանի եւ Ղազախստանի միջև, բացի այդ Ռոսատոմը նոր ատոմակայան է կառուցելու Ղազախստանում, այսինքն ուրանի հետ կապված Ռուսաստանը չի ցանկանում զիջել դիրքերը։ Ինչևէ, բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Ղազախստանի ղեկավարը փորձելով բալանսավորվել Վաշինգտոն եւ Մոսկվայի միջև բավականին ծանր իրավիճակում է հայտնվում։ Քանզի հնարավոր չէ լինել ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ եւ նավթահունքային ռեսուրսների հետ կապված ստրատեգիական համաձայնագրեր ստորագրել Միացյալ Նահանգների հետ, նաեւ ուրանի հետ կապված, բայց հետո մեկ շաբաթ անց գալ Մոսկվա եւ այնտեղ ստորագրել նույնաբովանդակ պայմանագիր արդեն Ռուսաստանի հետ։ Ակնհայտ է, որ այստեղ խոսքը ոչ թե բալանսավորված քաղաքականության մասին է, այլ կարծում ենք Տոկաևին ինչ որ մի պահի բերել են Մոսկվա պայմանագիր ստորագրելու, այլ տարբերակ չի կարող լինել, քանզի եթե ինքնական որոշում լիներ պայմանագիրը ստորագրել, նոյեմբերի 6-ին նույնաբովանդակ պայմանագիր չէր ստորագրվի Միացյալ Նահանգների հետ։ Ինչևէ, Կենտրոնական Ասիայում գնալով սրվում է իրավիճակը։ Տոկաևը բավականին մեծ սպառնալիքի տակ է ըստ էության եւ կարող է երկիրը դնել աշխարհաքաղաքական տերությունների բախման դաշտում եւ դարձնել բախման համար պոլիգոն, ինչպես ասում են փորձագետները։ Սա շատ վտանգավոր խաղ է, քանզի Ղազախստանը նաեւ փորձում է փոխարինել Ռուսաստանին հետխորհրդային որոշ պետություններում։ Հիշենք ղազախական հացահատիկի հետ կապված հարցերը, Ադրբեջան-Ղազախստան հարաբերությունները եւ այլն եւ այլն, նաեւ Ղազախստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, որոնք առանձնահատուկ բնույթ են կրում։ Ինչևէ, բայց այստեղ ֆիքսենք եւս մեկ կարևոր հանգամանք, խոսքը ուրանի մասին է։ Եթե հիշում եք, ղազախական ուրանի նկատմամբ պոտենցիալ հետաքրքրություն միշտ է ցուցաբերել է նաև Ֆրանսիան։ Դրանով է պայմանավորված այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված ֆրանսիական կողմի հետաքրքրությունը։ Հիմա ստացվում է, եթե ուրանի հետ կապված Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները մտնում են բավականին կոշտ մրցակցության եւ պայքարի մեջ, Ֆրանսիան կարող է ուղղակիորեն դուրս մնալ այդ պայքարից, չդիմանալով մրցակցությանը։ Ստացվում է, որ այդ պարագայում Գորիսում պատվոհպատոսություն բացելը Ֆրանսիային այլևս ոչինչ չի տալու, եթե նա չի կարողանալու ղազախական ուրանը Զանգեզուրի միջանցքով Թուրքիայով տանել դեպի Եվրոպա իր ատոմակայանները աշխատացնելու համար։ Հետաքրքիր իրավիճակ է ստացվում։ Բայց Կենտրոնական Ասիան եւս մեկ խաղաղացող ունի, որի մասին կարծես թե Տրամփը եւ Ռուսաստանը փորձում են մոռանալ։ Խոսքը Չինաստանի մասին է։ Չինաստանը երբեք չի թաքցրել իր հետաքրքրությունները Կենտրոնական Ասիայի նկատմամբ եւ դիտարկում է այդ տարածաշրջանը իբրև իր աշխարհաքաղաքական շահերի գերակայություն։
Հետևաբար այդտեղ ավելի է սրվելու վիճակը եւ եթե գերտերությունների ղեկավարները չկարողանան ընդհանուր լեզու գտնել, Ղազախստանը մասնավորապես կարող է դառնալ նոր օջախ լուրջ կոնֆրոնտացիայի համար աշխարհաքաղաքական կենտրոնների միջև եւ տա Աստված, որ այդ կոնֆրոնտացիան չբերի իսկական բախման։ Սպասենք տեսնենք, թե իրավիճակը Կենտրոնական Ասիայում ինչպես է զարգանալու։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապված է Թուրքիայի հետ։ Նախորդին թուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանակցում վթարի է ենթարկվել եւ անձնակազմը եւ ինքնաթիռում գտնվող բոլոր զինվորականները ըստ էության զոհվել են։ Կենթանի մարդ չկա անձնակազմից մնացած։ Ովքեր էին այդ զինվորականները եւ ինչ էին անում Վրաստանի երկնքում։ Դրանք այն զինվորականներն են կոմանդոս հատուկ նշանակության ջոկատից, ովքեր մասնակցում էին նախորդին Բաքվում կայացած ռազմական շքերթին։ Եվ ատուն վերադառնալու ճանապարհին ավիավթարի են ենթարկվում եւ զոհվում են բոլորը։ Ադրբեջանական լրատվամիջոցներ եւ առանձին այսպես կոչված ռազմական փորձագետներ անմիջապես սլաք ուղղում են Մոսկվայի ուղղությամբ, նշելով, որ մեծ հավանականությամբ իրենց կարծիքով ինքնաթիռի կոծարման հարցում իր դերակատարումը կարող էր ունենալ ուշադրություն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազան։ Քանզի ինչպես պնդում են ադրբեջանցի մեգա ռազմափորձագետները, 102-րդ բազան բավականին մոտիկ է տեղակայված այդ վթարի վայրին եւ կարող էր օգտագործվել հակազդել ինքնաթիռի վրա, որպեսզի վերջինս վթարի ենթարկվի։ Իհարկե մի փոքր անհավանական վարկած են առաջ քաշում ադրբեջանցիները, քանզի ըստ էության թուրքական ռազմական օդանավը խոցել կամ ստիպել վթարի ենթարկվել վրացական երկնքում, ըստ էության որևէ պետության, այդ թվում նաև Ռուսաստանի շահերից մեծ հաշվով չի էլ բխում, քանզի դրա իմաստն էլ չկար։ Բայց քանի որ ադրբեջանցի փորձագետները դեռևս չեն մարսել Ազալ ավիաընկերության ինքնաթիռի վթարը, հիմա ցանկացած ինքնաթիռը, որ կվթարվի մեր տարածաշրջանում, անմիջապես կապելու են Ռուսաստանին, բայց այստեղ խնդիրը ոչ թե Ռուսաստանը, այլ մենք ենք։ Քանզի 102-րդ բազան տեղակայված է մեր պետության տարածքում, հետևաբար 102-րդ բազա թիրախավորել նշանակում է թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Նշանակում է Թուրքիային տալ հնարավորություն մտածել, որ եթե 102-րդ բազան է մասնակից եղել այդ ինքնաթիռի վթարին, ապա ինքը կարող է միջազգային հանրության մոտ սուվերեն հարվածներ հասցնելու իրավունքի ձեռքբերման համար տպավորություն ստեղծել եւ նշել, որ եթե այդ բազայից կա սպառնալիք, ապա այդ բազան պետք է վերացվի։ Սա շատ վտանգավոր խաղ է, որի մեջ մեզ կարող են ներքաշել մեր հարևանները։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս այն հանգամանքը, որ 102-րդ բազան խանգարում է բոլորին, իրենց աշխարհակաղակական շահերը սպասարկելու համար, եւ անգամ ադրբեջանական փորձագետներին հետ չի պահում այն 20 զոհերը, որոնք ունեցավ ինքնաթիռի վթարից հետո։ Իրենց համար կարևորը 102-րդ բազան դուրս բերելն է, իսկ թե ինչ պատճառներով դա արդեն իրենց հետաքրքիր չէ, ինչպես ասում են, նպատակը արդարացնում է միջոցները։ Պետք է շատ զգոն լինել եւ հասկանալ, որ իրավիճակը ամեն պահի կարող է լարվել եւ 102-րդ բազայի արկայությունը հայ-թուրքական սահմանին ոչ թե ուղղակի սահմանապահ գործառույթի իրականացման համար է, այլ աշխարհակաղակական զսպման, հետեւաբար 102-րդ բազայի դուրսբերման համար բոլոր միջոցների արժեվ կանգ չեն առնելու եւ ամեն ինչ անելու են այդ բազան Հայաստանից դուրս բերելու համար։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե որը կլինի Մոսկվայի պատասխանը պաշտոնական եւ ինչ հետագա քայլեր կհետևեն այդ հայտարարությունից հետո։ Եվ երրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրկին Ղազախստանի հետ է կապված, բայց այս անգամ ղազախական ցորենի։ Կարծես թե ղազախական ցորենով Հայաստանին այլընտրանք առաջարկելու օպերացիան տապալվեց։ Ղազախստանը ոչ քանակապես, ոչ որակապես փաստացիորեն չի կարողանում ապահովել Հայաստանի պահանջարկը։ Քանակական առումով ընդամենը 15-20 հազար տոննա տարեկան, որը կազմում է Հայաստանի պահանջարկի 5-7%-ը, դա լուրջ թիվ չէ։ Բացի այդ, լրատվամիջոցները նշեցին նաև որակական հատկանիշների մասին ցորենի, որը հեռու է ըստ էության բավարար լինելուց։ Բայց խնդիրը հիմա ցորենի որակը չէ։ Լրատվամիջոցները համառորեն տարածում են տեղեկատվություն առ այն, որ Եվրոպական միությունը ամեն ջանք գործադրում է ռուսական ցորենը հայկական շուկայից դուրս մղելու համար եւ ըստ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության հետխորհրդային տարածքի երկրներից մեկը կարող է փորձել դառնալ այլընտրանք ռուսական ցորենի համար, բայց այդ երկիրը ԵԱՏՄ անդամ երկիր չէ, հետեւաբար այդ երկրից ցորենի ներկրումը Հայաստան նաեւ մաքսատուրքի վճարման կարիք է ունենալու, հետեւաբար շատ ավելի թանկ է լինելու, քան ռուսական ցորենը, բայց այստեղ խնդիրը նաեւ գինը չէ, խնդիրն այն է, որ Եվրոպական միությունը ամեն ինչ անում է եւ ոչ մի նպատակի առաջ կանգ չի առնում
ռուսական ազդեցությունը մեր տարածաշրջանից դուրս դնելու համար։ Ինչպիսին կլինի Հայաստանի ճակատագիրը ռուսական հացը մեկ այլ պետության հացով փոխարինելու եւ արդեն այդ պետությունից եւ այդ աշխարհակաղակական կենտրոններից Հայաստանը կախվածության մեջ գցելու համար, դա արդեն այս օպերացիայի կազմակերպիչներին ըստ էության հետաքրքիր չէ։ Դա աստված, որ տարածված տեղեկատվությունը չհամապատասխանի իրականությանը, քանզի հացի հետ կապված ցանկացած զգայուն քայլ կարող է շատ ծանր նստել Հայաստանի ազգաբնակչության վրա։ Հացը այն կենսական անհրաժեշտության ապրանքն է, առանց որի ըստ էության պետությունը գոյություն ունենալ չի կարող։ Եվ հիմա փորձել տարբեր տեղերից շատ փոքր խմբաքանակներով ներկրել Հայաստան միայն նրա համար, որ ցույց տալ, թե դիվերսիֆիկացիա է իրականացվում, ըստ էության լուրջ չէ։ Հայաստանի շահերը վեր են ցանկացած աշխարհակաղակական տերությունների եւ կենտրոնների շահերից, Հայաստանի շահերը վեր են ցանկացած աշխարհակաղակական չինովնիկների ցանկություններից։ Հետևաբար նման վայրիվերումներ անելը ոչ միայն պետք չէ, այլև շատ վտանգավոր է։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե ցորենի թեման ինչ նոր զարգացում է ստանում եւ ինչպիսի նոր իրադարձությունների ենք մենք ականատես լինելու առաջիկայում։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։